Ժողովուրդ ջան, բարի լույս։ Տեսեք ինչ գեղեցկությունից եմ սկսում, ծաղիկս ծաղկել է։ Այս մեծ տերևներով մի անգամ նայել եմ Google-ով ինչ ծաղիկ էր, չեմ հիշում, հիմա տեսեք, այս ծաղիկինն էր։ Այսպես, տեսեք ինչ գեղեցիկ ծաղիկ է տալիս, ինքը վարդագույն է։ Ոնց որ սրտիկ լինի, որ բացվում է։ Սա իմ կնոջ երջանկությունն են, որ ասում եք։ Չի ծաղկում, ծայրերը մի քիչ դեղնել է։ Այսպես, սա իմ դեկաբրիստն է կակտուսս, այս իմ դեղերն են այս անկյունում, ճնշման դեղ, ոտքի դեղ և գլուկոֆաժ ինսուլինի։ Այս իմ դեկաբրիստն է, տեսեք ոնց է մեծացել, այսպես։ Այս կողմում էլ սա է ծաղկել, նորից, այս իմ պալման է, տեսեք ինչ լավ գեղեցիկ բարձրացել է պալմա, սա նռենին է, այստեղից մի ճյուղ կտրել եմ, տեսեք այստեղ էլի էր ծաղկել, բայց հիմա չորացել է, այստեղը շատ էր բարձրացել ճյուղը, կտրեցի, դրեցի այստեղ, հատուկ մշակում եմ, որպեսզի ինքը արմատներ տա։ Այս բոլորը այդպես եմ արել, կտրել, դրել եմ հողի մեջ, հետո թողել եմ ինքը արմատակալել ու նորից սկսել է ծաղկել։ Այսպես անուշիկներս, այս չորացածները չեմ պահում։ Սրանք այսպես պոկում եմ, տեսեք, տեսեք, չորացել էին, երևում է, իսկ սա սոկուլենտը տեղափոխեցի նոր ամանի մեջ, բայց ինքը փչացավ, չաճեց, տեղը նոր սոկուլենտ կվերցնեմ, էլի մեր հարսիկի ու փեսայի անունից կդնեմ, ոչ մի տարբերություն, սա էլ այսպես գեղեցիկ ծաղկել է, սա էլ է արդեն չորացել, որը որ չորանում է, ես չեմ թողնում ճյուղի վրա, պոկում եմ, որպեսզի ինքը ավելի առատ և լավ ծաղկի, սա էլ է փչացել, սա էլ ուր էի պահել, այսպես անուշիկները, սա էլ իմ ծաղիկները։ Ժողովուրդ ջան, բարի երեկո, ես տանը չէի, նոր եմ եկել, գնացել էի, ինչպես ասում են, տոլմայի բաներ գնելու, տոլմա պատրաստելու համար, կաղամբ գնելու և լոլիկ, հիմա ցույց կտամ, թե այդ կաղամբն ու լոլիկը ինչ դարձան, հիմա պտտեմ ու ձեզ ցույց տամ։ Դե ինչպես ասում են, ավանդական մեր թեման, մեծ առևտուր, բավական մեծ առևտուր ստացվեց, սիրելիներս, այդ կաղամբը լոլիկը դարձավ մի մեծ հսկայական 4 տոպրակ, մեծ տոպրակ առևտուր, դե ինչ, թանկացել էր, ասում է, ապրանքները բավական թանկացել են, ուրեմն սա Վահանն է գնել, հիմա ասեմ, մենք երկու սայլակ ենք վերցնում, մեկը Վահանը, մեկը ես, Վահանը գնում է դեպի կոնֆետի բաժին, քաղցրի բաժին, ես գնում եմ տան առևտուր, գալիս տեսնում է, իմ սայլակը լցվել է, իր սայլակում մի քանի բան, քանի որ առանձին ենք պտտվում, որպեսզի ձեռքը ապրանքը չպտտվի խանութում, դրա համար երկու, ինքը փոքր սայլակներից է վերցնում։ Այսպես, ուրեմն հյութ ենք գնել, այսօր եղունգներս չեմ կսել, տեսեք եղունգս ինչ է եղել, այն գազար քերիչով տարել է այսպես, լավ տարել էր, շատ հիանալի տարել էր, չգիտեմ երևում է թե ոչ, ինչևից է, լավ, գնել ենք վիեննական նրբերշիկներ, գնել ենք մեր շատ սիրելի այս պանիրը, որը ինքը կատնաշոռային պանիր է, թամարայինն է, հիմա այսպես ցույց տամ, գուցե ձեզ հետաքրքրի, ինձ ասել էին Սեդա ջան, շտատիվը դիր նոր, դե լավ, ոչինչ, մոռացել եմ, շտատիվս
Մյուս հարևան սենյակում է, հարևանի տանը չէ, հարևան սենյակում, ինչևից է, լավ, անցանք առաջ, Թամարայի կատնաշորային պանիր կանաչիով, որ մենք շատ ենք սիրում, հատկապես խաղողի հետ, մի հիանալի համունի, մեր շատ սիրելի լորի պանիրը, բանի, ումն է, Երեմյանինն է, ահա, ծիրաններ եմ գնել, Վահանը առանձնացնում է իմ ծիրանները, ամբողջ չենք կերել, չկերանք ծիրանները ժողովուրդ ջան, չկերանք ծիրանը մեր, լավ, փափուկ էր, մի քիչ շոտ էր փափուկ, մի տուփ էսպես կարակ եմ գնել հատուկ դոլմայի համար, այնպես ունեի, բայց որպեսզի չպակասի, մի հատ էլ վերցրի, դա Արուշկա, սա Էրիկն է վերցրել, Էքսպոնենտա, հունական է, բայց չգիտեմ թե ինչ է, Էրիկ, սա ինչ է, Հայպրո, չգիտեմ, չեմ կարող ասել ինչ է, բայց մեջը շատ պրոտեին ունի, սևա, չգիտեմ, մեզ ինչ է, չեմ կարող ասել, ինչ-որ համպելիք է երևի, հետո վերցրել է այսպիսի աթենքի հավի նագետները, տեսեք Էրիկը դատարկել է այնտեղ այդ բաները, սառնարանը դատարկել է Էրիկը, տեսեք, 3 հատ հավի նագետ, սա ուրեմն նոր էի լվացել, ամբողջ սառնարանս նոր էի լվացել, դրել էի այդ ծիրանները ամբողջ բան ա եղել, ինչ են ասում, լինու լղկել է, սենց ասեմ, հետո, սա 2 հատ ծիծակ, տոլմայի հետ դնելու, շատ եմ սիրում, բորշի հետ, տոլմայի հետ, բորշել էի պատրաստել, այսօր վերջացավ, առաջին անգամ, որ մեր բորշը վերջանում է, այսպիսի թևիկներ են գնել, ուղղակի փորձելու համար, կծու թևիկներ է, աթենքինն է, փորձեն, պատրաստի է արդեն պատրաստի է, այսպես, հետո միս եմ գնել, ընտիր միս եմ գնել, շատ լավ միս էր, աղալ տվեցինք, շատ լավ միս է, կարմիր, հետն մի քիչ յուղոտ է, համով տոլմա կլինի, սա այսպես, հետո Էրիկի պաշարը, 1 գևյան կոտլետներ է գնել, 2 3 այսպես տեսեք ասում եմ չէ դատարկել է ընդեղ սառնարանը իմ տղան դատարկել է 4 հատ էլ սրանից է վերցրել այսպես այս կոտլետներից սա էլ այսպես այնուհետև սա դատարկվեց, անցանք հաջորդ բանի, ինչ են ասում, տոպրակին։ Վահանն է գնել, բնականաբար քաղցր, այսպիսի պոնչիկներ, փքաբլիթներ, կոնֆետ, տանում է իր հետ գործի տեղ, երկրորդ կոնֆետը, 2 հատ նույն կոնֆետից, այստեղ այսպիսի վաֆլի է գնել, հետո գնել ենք բանան, Էրիկի համար, Էրիկն է ուտում հիմնական բանանը մեր տան, պատկերացնում եք եկել եմ ու չեմ փոխվել, դեռ դրսի կոշիկներով եմ իմ սպորտային, լոլիկ եմ գնել, այսպես, լոլիկ եմ գնել, գինը 725 դրամ էր, նրանք լավը չէին, կար, բայց լավը չէին սիրելիներս, մի տեսակ խակ էր, սա գնել եմ տոլմայի համար և չափն է լավը, տեսեք փոքրիկ գեղեցիկ լոլիկներ են, մի անգամից այստեղ արկղը, այստեղա կդնեմ հենց արկղի մեջ սառնարանի, սա այսպես, հետո, էլ ինչ եմ գնել,
գնել է, սա Վահանն է գնել, KitKat է գնել, այսպիսի, Վահան այդ ճռճռոցը մի փոքր ուշ, հետո որ լսում ենք այնքան աղմուկը շատ է լինում, այս Ռիսկոսայի մակարոններից եմ գնել, մի հատ այս ականջներից եմ վերցրել, սրանց ասում են ականջներ և այսպիսի խխունջիկներ։ Վահանը համ ես ցույց եմ տալիս, ինքը տեղավորում է։ Գիտեք, այդ ինչ մեծ օգնություն է, ինձ չեք պատկերացնի։ Եվս մեկ KitKat, հավանաբար զեղ չէ եղել, որ Վահանը գնել է։ Եվ ուրեմն գնել եմ սպիտակաձավար, այստեղ նայեցի, տեսա ճարպերը 1 գրամ և 12 գրամ պրոտեին է սպիտակուց, Էրիկի համար եմ գնել, իհարկե հաճախ չի կարելի, մենք շատ ուշ ենք ուտում էլի մաննի կաշա, կարելի ասել երևի 2-3 տարին մեկ ենք ուտում կամ գուցե տարվա մեջ մի անգամ, բայց հիմնականում 2 տարին մեկ ենք ուտում։ Ես գիտեմ, որ ինքը արյան գնդիկներն է ավելացնում, արյան սպիտակ գնդիկները ավելաշատացնում է, հա, արյան մեջ սպիտակ գնդիկները, ահա, արյան մեջ սպիտակ գնդիկներն է ավելացնում և լեյկեմիա է առաջացնում, դրա համար էլ իրեն շատ չի թույլատրվում ուտել, տեսա գնել եմ մի անգամ ուտելու, այսպես, չգիտեմ, մի հատ նորից, թե այդ այն ժամանակ էին ասում, ժողովուրդ ջան, սովետի ժամանակ, Վահան ջան են տոպրակն էլ բեր արևս, մեջքս բռնվել է ժողովուրդ ջան, լավ մեջքս բռնվել է, տեղը տեղին մրսել եմ, ահա, հետո գնեցի ազնվամորի, դուրս եկավ լավներ, թանկ էր, 800 քանի դրամ այսքանը, բայց կարելի էր 1000 դրամով դրսից գնել շուկայից, հետո գնել եմ մեր հայկական տեղական վարունգ, այսպիսի, այս Էրիկն է իր համար գնել, սիրտը ուզում է շատ վաղուց չի ուտում, շաքար, թխվածքներ ու տենց բաներ չի ուտում, շատ են նիհարել, բայց շատ գեղեցիկ մարմին է ձևավորել իրեն, այդ որ գնում է պարապելու սրահում, մարզասրահում, բայց սիրտը շատ ուզեց, ասի Էրիկ ջան չի կարելի, քեզ մի զրկի, տատիկս ասում էր տղան որ ուզում է, տղան չի կարելի, որ իրեն զրկի, տվեք թող կիտրոն եմ գնել, չգիտեմ ձեր տատիկները, մամաները ասել են նման բան, մեր ժամանակը տենց ասում են տղու աչքը չպետք է մնա ուտելիքի մեջ, հետո այստեղ գնել եմ, հա, ուրեմն սա չհանեմ ժողովուրդ ջան, այսպես ցույց կտամ, տեսեք 2 հատ կաղամբ եմ գնել, այստեղ էլ սոխ եմ գնել, հա, ծանր է, ուղղակի չեմ կարողանում հանեմ, չէ, այստեղ ուրիշ բան չկա, մեկ էլ այն մստոպրակը բերեմ ու վերջ, այնտեղ մի 2 բան կա, ահա, այստեղ 2 տուփ կարևոր թուղթ հիգենիկ, հետո վրացական հաց պարտադիր, որ ինքը խմորիչով չէ և երկրորդ կարգի խոշոր, ինչ են ասում, ալյուրով, հա, հետո, դե տոլմային առանց կանաչու, ինչ տոլմա, սկզբում խառը վերցրեցի, բայց հետո ասեցի չէ, սպասեք, վերցրել եմ ուրեմն սամնիկ, վերցրել եմ ծիտրոն, շատ լավ ծիտրոն էր, հետո ռեհան և համեմ, բան ունեի, մաղադանոս ունեմ, դրա համար չեմ գնել, և գնել է, հա, և սա էլ Էրիկն է իր համար գնել, տետրակ, անցած անգամ սխալ տետր էր վերցրել, մի տողանի էր վերցրել, պետք է վերցներ մաթեմատիկայի համար, քառակուսի, այսպես անուշիկներս, տեսակ ինչ բավական մեծ առևտուր էր ու քանի ես ձեզ ցույց էի տալիս, Վահանը համարյա դասավորեց, ինչի համար անչափ շնորհակալ եմ իմ ամուսնուն, Վահան ջան, սա էլ քեզ տամ, և այս ամբողջի համար այսօր վճարել ենք, խնդրեմ սիրելիներս, մի րոպե,
հեռախոսն էլ վախեցավ 42,071 դրամ $100 չէ Վահան ճիշտ եմ ասում $110 հիմա դուք ասեք սա շատ է թե չէ Հայաստանի համար բնականաբար շատ է ինքը բավական մեծ գումար է եթե հաշվենք որ միջին աշխատավարձը 120,000 է միջին աշխատավարձը, ապա 42,000-ը բնականաբար բավական բարձր է, $110-ը բավական բարձր է։ Իհարկե ես գիտեմ, որ Մոսկվայում եւ Միացյալ Նահանգներում շատ ավելի թանկ է։ Եվրոպայում չեմ կարծում, որ շատ թանկ է, որտեվ Իտալիայում թանկ չէր, չնայած որ Վահանը այս ամառ բողոքում էր, ասում էր բավական թանկացել է ապրանքները, դժգոհում էր։ Բայց ես հիշում եմ, որ անցյալ տարի մենք նորմալ մեզ այնտեղ մեզ լավ ենք զգացել, բայց այդքան շատ չեմ հիշում, որ շատ մեծ գումար էր ծախսվում, հատկապես երբ որ խանութներից էին գնումները անում։ Այսպես անուշիկներս այսօր պատրաստել էի լավ համով սոուս, կարտոֆիլով, մսով, մի քիչ մեջ մակարոն էի լցրել, որովհետև չենք ուտում այն որ ալյուրը բովում են, մենք այրոցք ենք դրանից ունենում, որպեսզի շատ ջրիկ չլինի, մի քիչ մակարոնը մեջ է լցնում։ Դա կուտենք կվերջացնենք եւ վաղը արդեն տոլման կպատրաստեմ։ Այսպես անուշիկներս ձեզ գրկում եմ, իմ շատ-շատ թանկագիններս, ձեզ մաղթում եմ լավ օր, գեղեցիկ օրվա ավարտ, արդեն երեկո է այստեղ եւ ասում եմ առայժմ Բարի լույս ժողովուրդ ջան, բարի օր։ Մենք գնում ենք մորաքրոջս տուն, մեր մեքենայով, երեք առաջին օրներ, ասեմ, որ Վահանը շատ լավ թութու աչքս չկպնի, վարորդ է, շատ հանգիստ է վարում մեքենան։ Ես սիրում եմ, երբ որ հանգիստ ենք շում, մեկ-մեկ տաքսիներ էին նստում, մեկ-մեկ չէ, ես ուր գնացել եմ, տաքսով եմ գնացել, որովհետև տրանսպորտի մեջ անմիջապես վիրուս էի վերցնում, գալիս ու լավ ծանր հիվանդանում էի։ Մի խոսքով ինչևից է հիմա փառք Աստծո ու երեք առաջին օրներ որ ես չեմ լարվել նստել ենք Վահանի հետ գնացել ենք բայց ես չեմ լարվել բոլորովին որպես ասենք սկսնակ վարորդ որ առաջին անգամ է հա իր մեքենան վարում մի խոսքով հիմա գնում եմ մորաքրոջս տուն երեք մորաքրոջս աղջկան Արմինեին էին վիրահատել այդ հայմորյան խորոչներն էին վիրահատել, բավական երկար վիրահատություն է եղել, չեն պատկերացրել, որ ժամուկես կտևի ու չեն ասել ոչ մեկից, որ չանհանգստանանք, մտածել են մի 15-20 րոպեանոց վիրահատություն է, մորաքույրս 3 ժամ, 6 ժամ մնացել է հիվանդանոցում, 6-7 ժամ, որովհետև վիրահատությունից հետո էլ 3 ժամ պահել էին վերակենդանացման բաժանմունքում։ Մի խոսքով հիմա գնում ենք այնտեղ, հա, ինքս ձեզ պատուհանից կնկարեմ, գեղեցիկ պահեր ու երեկոյան կտեղադրեմ։ Why am I looking at you? You're a picture in a frame. I make believe you're next to me, but I know it's not the same. Why am I looking at you? You're a pixel on a screen. Your animating principle is nowhere to be seen. Why am I lost in a loveless fantasy when somebody real is waiting out there for me? Why am I looking at you? I've enjoyed the years I've wasted, but the time has come to face the fact that none of what I see is true. So I'm gonna stop looking at you. Oh, I'm gonna stop looking at you. Oh, why am I looking at you? You're a picture in a frame. I make believe you're next to me, but I know it's not the same. Why am I looking at you? You're a pixel on a screen. Your animating
principle is nowhere to be seen. Why am I lost in a loveless fantasy? Չույն սիրելիներս, ես նորից մեքենայից եմ ձեզ ողջունում։ Ուզում էի փակել տեսանյութը, բայց քանի որ փոքր քիչ էր ստացվել, ինչպես ասում են, ամեն ավարտ իր հետաքրքիր մի բանն է բերում, չգիտեմ, աղմուկ է երևի Վահանը լիցքավորում է մեքենան, մի րոպե, ահա, ինչ է Վահանը կլիցքավորի մեքենան, ես ձեզ հետ երկու բառով կիսվում եմ, ուրեմն երեկվան ինձ զանգեց քեռիս, փնտրում էին մի նկար, որ իրենց տանը կար, բայց քանի որ նկարները շատ է իրենց տան, իրենք չէին գտնում, իսկ իմ մամայիս ալբոմի մեջ նկարը պահպանվում էր, պապիկիս պապայի նկարը, ով անհետ կորել է 1939 թվականին, մեկնում է ռազմաճակատ եւ էլ չի վերադառնում, բայց տարիներ անց իր մեկնելուց կարծեմ 40 չէ, մինչև դա պապիկը անդադ մեկնում է պապիկիս պապան անընդհատ մեկնում է Ռուսաստան, Մոսկվա է մեկնում, արտագնա աշխատանքի, որպեսզի գումար ուղարկի այն թվերին։ Մեր հայկ պապիկը 1900 թվի ծնունդ է։ Մի խոսքով, հետո տարիներ հետո իմանում են, որ ինքը ամուսնացել է, որովհետև նամակ են ստանում երկրորդ կնոջից, պապիկիս մայրը մահանում է ծննդաբերության, երկրորդ ծննդաբերության ժամանակ մահանում է։ Պապիկիս իր տատիկն է մեծացրել։ Եվ ուրեմն նամակ են ստանում երկրորդ կնոջից, որ պապիկիս նամակ է գրում այդ կինը, որ դու ունես եղբայր, Սերյոժա անունով, հայրիկդ մեկնել է ռազմաճակատ, չկա, անհետ կորել է եւ մենք ուզում ենք, որ դու գաս, միավորվես, իմանաս, որ այստեղ դու ունես երկրորդ մայր, ունես եղբայր, իրենք ազգությամբ ռուս են լինում։ Հորաքույրները, երկու հորաքույրները նամակը չեն տալիս պապիկիս, մտածելով, որ իրենց եղբայրը զոհվել է եւ իրենք իրենց եղբորից էլ ոչինչ չունեն նշատակ, միակ իրենց զավակն է ու նամակը չեն տալիս։ Շատ տարիներ հետո, երբ հորաքույրները արդեն շատ ծեր են լինում, նամակը տալիս են պապիկիս, պապիկս կարդում է, զայրանում է, արդեն ընտանիք է ունենում եւ այլն, եւ իր ամբողջ կյանքում փնտրում է այդ եղբորը, Սիրոժային։ Հայտը ներկայացրել եմ ես 2004 կամ 5 թվականին եմ ներկայացրել Մոսկվայի Զիմինյային, որ այսպես փնտրում ենք մեր հայկ պապիկին, Հարությունյան Հայկ Արզումանին։ Արձագանքը նոր է ստացվել, որցեմ պապիկի նկարը ձեզ ցույց տալ, սա մայրիկիս ալբոմն է, ես ձեզ հետո մի օր ցույց կտամ, այստեղ մամայիս նկարներն են, մի րոպե տեսնեմ պապիկը, սա մեր պապիկն է, սա մեր հայկ պապիկն է, տեսեք, ինքը գավառից կճանաչեն, քյավառցիները կճանաչեն, մեր հայկ պապիկը Կոլոտ Հարթենի, Կոլոտ Հարությունի ազգականն է, կարծեմ հորեղբայրն է եղել, մենք ոչ մի այլևս այսպես տեղեկություն չունենք, քանի որ պապիկս էլ չի իմացել, պապիկս դե ինչքան է եղել, փոքր երեխա է եղել, որ հայրը մեկնել է այդպես Ռուսաստան, մայրը չի եղել, մի խոսքով չի ունեցել ինֆորմացիա այդքան շատ իր այդ ազգականի մասին, հետագայում, բայց պապիկիս միշտ ասում են Կոլոտ Հարթենի տների Արզումանը։ Պապիկիս անունը Արզուման էր, բայց իրեն ամբողջ կյանքում պապին են ասել։ Պապին, այսպես ամուսնուս, հիմա վաղը քեռիս պիտի գնա, սպասիր ինձ հաղորդաշարին, մեր Երևանի, այստեղ, Հայաստանում կանալիք, եւ ես դիտեցի այսօր վերջին հաղորդումը, պարզվում է, որ գտել են անհայտ կորածների շիրիմները։ Հիմա նկարը տանում եմ, որպեսզի այնտեղ ինքը ներկայացնի, վաղը գնալու է, այսօր ամսի 30-ն է։ Եվ պիտի խնդրեմ, որպեսզի գտնի նաև հայտ ներկայացնի նաև իմ պապիկի, արդեն իմ հորական, իմ Բանդուրյան Պապկեն պապիկիս եղբորը հայրիկին,
ով եւս մեկնել է ռազմաճակատ, ում չի վերադարձել, ինքը ընտանիք չի ունեցել, անհետ կորած է համարվում, պիտի խնդրեմ, որ քերիս փորձի նաև գտնել մեր մյուս պապիկի գոնե տեղեկություն, որտեղ է զոհվել, պապիկս ասել եմ 3 պատերազմի մասնակից է, 39 թվից մեկնել է ֆիննական պատերազմի, այնուհետև հայրենական մեծ պատերազմի և 46-ից 47 թվերին ճապոնական պատերազմներին է մասնակցել, իհարկե պատերազմի ինքը չի մասնակցել, այնտեղ մի հացթուխ է եղել, մեծահարուստ մարդ է եղել, ով հացի գործարան է ունեցել, պապիկիս շատ է հավանում, վերցնում է իր մոտ, աշխատացնում է, չէ, զինվորներին, պապիկիս պահում է, ասում է, ես քեզ չեմ թողի գնաս, ու պապիկս սիրահարվում է այդ ճապոնացու աղջկան, ճապոնացու աղջիկը ևս սիրահարվում է պապիկիս, անունը լինում է Զիզիկո, նկարներ են ունեցել, նկարները ցավոք չեն պահպանվել, պապիկիս եղբոր տղայի մոտ են եղել, բայց չկա, ինքն էլ մահացել է, նկարները չկա, ընտանիքը տեղեկություն չունի, մի խոսքով, ներող կլինեք այս աղմուկի համար պատուհանը բաց է։ Այսպես սիրելիներս, խառը պատմություն գուցե պատմեցի, չգիտեմ գլուխը անեք թե ոչ, բայց ես ուզում եմ, որ ոչ մի զինվոր երբեք անհետ չկորի։ Եթե կան անհետ կորածներ, թող մի օր Աստծո լույսով գտնեն իրենց տան ճանապարհը։ Ես ուզում եմ, որ երբեք պատերազմ չլինի, լինի միայն խաղաղություն, սիրելիներս, ովքեր ունեն զինվորներ, թող բոլորը Աստծով ծառայեն եւ Աստծո ձեռքը բռնած հետ վերադառնան տուն։ Ես ձեզ համբուրում եմ եւ ինչպես միշտ ասում եմ, մնանք Աստծով, ձեզ հետ է Սեդան, սիրով։